քանի դար եղել է կա ու կոմոն։ Կարծում եմ քանը բավարար է։ Հոգեստացություն։ Այո։ Ու մի հարց Հավատավոր ողջույն կանակ ամենով պետք է համարսել։ ու մի հարց էլի այստեղ կոմ դուք Արցախցի եք ու Արցախի թեմի առաջնորդի Փաշինյանի ձեռքը սեղմելը ոնց եք գնահատում մյուսը թազաներին անդրադառնալ բայց չես բային ու հանրապես ցանկություն ոչ եմ ուղղակի մարտահրավեր ժողովուրդ արցախցիների իրաց կարծիքը կարծում եմ ասում եք այդ կարծիքը Աստված վերել ավելի քան յուրաքանչյուր հավատավոր մարդու դատավորը Աստվածն է ավելի քան կաթողիկոսի եւ հոգեվորականների Աստված մատատավորը խախտում կանի Աստված կպահի ես չէ որ պիտի գնահատական կամ եկեղեցական կաթողիկոսին կամ մնացած հավատավորը դնում եք Աստծո իհարկե միաշա որևէ մեկը իրավունք չունի Պարոն Բալասանյան Փաշինյանի համար Արցախ վերադառնալու էջը փակված է ինչպես Փաշինյանի համար փակված է մեր համար փակված չի առաջին նախ ասեմ ձեզ որ գորությունը նոյեմբերի 9-ի փաստաթուղթ որը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ։ Փաստաթուղթը ուժի մեջ է, փաստաթուղթը պետք է բոլոր ուշադիր կարդան, վերաբերում ավելի քան նրանց, ովքեր այդպիսի հայտարարություններ են անում։ Կապ չունի արցախցիները ընդեղ են, թե ընդեղ չեն, դա հետագայի հարցեր է։ Միանշանակ ասեմ, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթի ուժի մեջ է, որևէ մեկը, դե մի հատ կետ կա, 6 ամիս առաջ որևէ մեկը պետք է դիմեր, որպեսզի դուրս գար այդ փաստաթուղթը, որևէ մեկը չի դիմել, փաստաթուղթի ուժի մեջ է, մոտ ժամանակից կտեսնանք, նրանք ովքեր ասում են արցախցիների նախ իմ վերադարձը, կոնկրետ իմ վերադարձը, որևէ մեկը իրավունք չունի, իմ տեղը ցույց տես, որտեղ պետք է ապրեմ, եւ բոլորին է վերադարձում, յուրաքանչյուր իրավունքները կոպիտ խախտում։ Ինչ է նշանակում։ Եթե մարդկանց թվում է, ասում է Արցախ վերադառնալու Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վտանգված է, կարծում չեմ, Օգոստոսի 8-ի փաստաթուղթը արդեն կա, ոնց որ եկավ նոյեմբերի 9-ին անցավ, օգոստոսի 8-ի փաստաթուղթը էլի, առաջին փաստաթուղթ չի։ Ստորագրված փաստաթուղթ։ Ես չգիտեմ ինչ փաստաթուղթ են ստորագրում, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, իսկապես փաստաթուղթ է։ Նա կարող է մի հատ էլ օկտեմբերի 8-ն է, մայիսի 8-ն է, բայց նորից գործնական, գործով, փաստաթուղթ գոյություններ, դա նոյեմբերի 9-ի 10-ի լույս 2020 թվականի փաստաթուղթն է ուժի մեջ։ Մնացած փաստաթուղթերը կապրեն, Դուք այդ վերադարձի հույսը ունեք ու արցախցիների նաև կարող եք ինչ-որ… Ես ոչ թե հույս ունեմ, այլ համոզված եմ 100% հետ վերադառնալու։ Բոլոր արցախցիները հետ վերադառնալու։ Եվ նորից եմ ասում, Արցախը անհրաժեշտ է, պետք է, որպեսզի հայերենի, որպեսզի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ցմահ լինի պաշտպանված։ Անգամ ադրբեջանական վերահսկողության մեջ։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չկա։ Փաստաթուղթից ամբողջությամբ Երբ խորհրդային միությունը, այսպես ասած, լուծարվել է, այնտեղ այսօր որևէ միտեղ չկա, որ Լեռնային Ղարաբաղի այն ժամանակ ինքնավար մարզը, այնուհետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը որևէ փաստաթղթով, միջազգային փաստաթղթով ամրագրված չէր եւ չի լինելու Ադրբեջանի կազմում, չկա այդպիսի փաստաթղթեր չեն տեսնում։ Փաստաթղթերը մի բանի մասին են, իրականություն լրիվ այլ, դրա համար եմ հարցնում։ Դեք աշխարհում հիմա փաստաթղթերը կարելի ասած շատ քիչ փաստաթղթեր է գործում։ Տեսեք, ՄԱԿ-ի փաստաթղթեր, ՄԱԿ-ի բանաձևեր, չգիտեմ, Ազարումի միջպետական պայմանագրեր, բայց 7-րդ աշխարհամարտը արդեն կա, որևէ մեկը չի հայտարարում, որ 7-րդ աշխարհամարտը սկսել է, որտեղ չկա մի պետություն, որ ընդհանուր թողարկողի մեջ չի։ Ճիշտ է։ Բայց որևէ պետություն չի հայտարարում, որտեղ դա շատ ծանր պատասխանատվություն է եղել։ Ռուս-ուկրաինական պատերազմ, մենք տեսնում ենք, դա ռուս-ուկրաինական պատերազմ չի, դա ամբողջ Արևմուտք, Ամերիկաներ, Մեծ Բրիտանիա եւ այլն։ Լավ տեսնում չեք։ Հիմա
Եթե քրքրենք 1000 մի փաստաթղթեր կա, որ Ուկրաինա, Ռուսաստան, Եվրամիություն, Ռուսաստան, Եվրոպայի տարբեր պետություններ, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ այլն 1000 փաստաթղթեր կա 2022 թվականի Ադրբեջան, չգիտեմ, անունը ինչ է, Ռուսաստանի Դաշնություն, փետրվարին։ Եվ այդ փաստաթղթերը գործում է թե չի գործում։ Գործում է այնքանով որքան։ Շնորհակալություն։